Թույն 24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն գրականագետ Կարո Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք այսօրվա իրադարձության մասին, որը մենք իմացանք հենց այսօր, որ Զվարթնոց օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել եւ հետո իմացանք, որ եկել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը եւ հանդիպում է ունեցել Մեհեր Գրիգորյանի հետ, նրանք Աղվերան էին գնացել, թե ինչ օրակարգ է, մանրամասներ դեռևս չի ներկայացվել, բայց ամեն դեպքում գիտենք, որ հանդիպմանը ներկա եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւս տեղեկությունների նաեւ Սամվել Ալեքսանյանի պատկանող ընկերությունների տնօրենները եւ տեղեկություն եղավ, որ Ռանոիլ ընկերության տնօրենն է նաեւ հանդիպմանը ներկա եղել։ Կարծում եք ինչ հարցեր է քննարկվել սահմանազատման գործընթացից բացի կամ ճանապարհների ապաշրջափակման գործընթացից բացի նաեւ առևտրի հետ կապված հարցեր է քննարկվել։ Քանի որ տեղեկությունները այս ժամի դրությամբ դեռ շատ կծկտուր են, պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել կամ գոնե ես չեմ հանդիպել, կարող եմ ընդամենը պես ենթադրություններ անել։ Ինքնին այցը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի արդեն իսկ իրադարձություն է, իր ինքնաթիռով, Զվարթնոց օդակայան, հանդիպում, եւ որքան հասկացա, գործարարների խմբով է եկել, սովորաբար գիտեք, որքան էլ ասենք ժամեր անց կհրապարակվի ինչ-որ բան, այցի նպատակը, արդյունքները, նման այցերը սովորաբար լինում են, ասենք հրապարակումները պաշտոնական նպատակ եւ անպաշտոն, թաքնված նպատակ, եւ որպես կանոն կարևորը լինում է հենց այդ անպաշտոն նպատակը։ Կարծեք թե պիտի ինչ է եղել, որ պատրանք է ստեղծվել, որ արդեն հիմքերը դրվում են, առևտրական, առևտրային հարաբերություններ, գործարարների փոխառընչություններ, ապրանքափոխանակություն հեռանկարում եւ այլ, այդ տրամաբանության մեջ են փորձելու մատուցել, բայց իրականում առավել եւս այս օրերին, մինչեւ ընտրությունները ինչ որ տեղի է ունենում, մենք պետք է հստակ գիտենանք, որ տեղի է ունենում նախընտրական տրամաբանության մեջ, սա աքսիոմ է, այդպես է։ Հիմա ինչու է եկել, կարող եմ ենթադրել վերջին օրերին հանկարծ մենք նկատեցինք այդ հեղուկ գազի սղությունը, վարորդները ժամերով հերթ են կանգնում, առաջինը դա մտքովս անցավ, հերթերը ձգվում են, չգիտեմ, հարյուրավոր մետրեր, արդյոք կար պատճառ, թե պատճառը ստեղծվեց, հետո պատրանք, որ ահա առաջինը մեզ ձեռք մեկնեց հարևան Ադրբեջանը։ Վաղը ինչ է եղել, ինչպես բեզին եկավ ամիսներ առաջ, հանկարծ հեղուկ գազ գա, եւ սա բնականաբար զանգվածին համապատասխան մի գոհունակ ցնծություն է բերելու, բայց ովքեր տեղյակ են այս տրամաբանության թեկուզ 100-ամյա ընթացքից, պիտի որ արագ գլխի ընկած լինեն։ Այսպիսի բաներ մենք տեսել ենք, ստեղծում ես կարիք, այսինքն ինչ աստիճանի կամահարական վերաբերմունք սեփական հանրության ժողովրդի հանդեպ, արհեստական կարիք է ստեղծում, իսկ 100 տարի առաջ այդ կարիքը սովահարությունն էր, երբ որ գաղթականները հենց Կովկասի մեր հայությունը, չգիտեմ, տառապանքի սովահարության շեմին նույնիսկ օրական տասնյակ դիակներ էին սովահար եղած հավաքում, մեկ էլ հանկարծ Խալիլ Փաշան հայտնվեց Երևանում, հանդիպեց Արամ Մանուկյանի հետ եւ ահա լուրը տարածվեց, որ եկել է սովյալներին ցորենով ապահովելու հարցեր քննարկի։ Հասկանում ենք, չէ՞, ինչ է կատարվում։ Ենթադրում եմ, որ այս տրամաբանության մեջ է եւ ունի երկրորդ նպատակ։ Ես նկատեցի նաեւ, որ ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայրը եւ չգիտես ինչու, այս մի նպատակը շատ արագ տարածեցին։ Ինչ է եղել, որ մարդը բոլորս օրակարգից տեղյակ չենք, բայց որ ուզում է այցելել ծննդավայր, դա միանգամից մեզ տեղեկացրեց։ Իհարկե սա պատահական չէ, կարող են մտածել, բոլորս էլ
եթե հեռու ենք ապրում մեր ծննդավայրից, երազում ենք, չէ, երբեմն այցելել։ Առավել ևս, երբ այդ ծննդավայրը թշնամական երկրում է։ Ահա սա է հիմնական նպատակներից մեկը։ Եթե մեզ արդեն քանի տարի է ընտելացնում են ուղղակի եւ անուղղակի այդ մեծ վերադարձի հայրենադարձության ադրբեջանական մասին, նրանք դեռ կգտնեն էլի պաշտոնյաներ, հանրային դեմքեր, որոնք ծննդով Հայաստանից են։ Ես պահին հիշեցի մի կիսատ պրատ երգիչ ունեին, հետո դիվանագետ Փոլադ Բուլբուլօղլին շարունակ շեշտում էր իր ծագումը Արցախի եւ շարունակ պահանջում էր իրավունք, որ գնա այցելի իր ծննդավայրը։ Այսինքն ենթադրում եմ եւ էլի կգտնվեն այդպիսի պաշտոնյաներ, ստեղծելու են ֆոնը, որ շատ ու շատ ոչ թե 300,000, այլ շատ ավելի ադրբեջանցիներ ծագումով Հայաստանից են եւ մարդիկ իրենց իրավունքն են պահանջում։ Եթե միջին եւ ավագ տարիքի են իրենց ծննդավայրը, եթե երիտասարդ են իրենց ծնողների ծննդավայրը, նաեւ հնարովի պատմություններ կլինեն եւ այլ եւ այլ։ Եվ այդ արարողակարգն էլ կարևոր է։ Հիմա ով գիտի, շատ արագ, եթե արդեն չեն արել, պատասխանատուներ են ուղարկում, որպեսզի Ջուջևանում մի մեծ շոու կազմակերպվի։ Կգտնեն մարդիկ, ինչ կարոտալի ողջագուրումներ։ Արդեն տեղեկություն կա, որ այդ տունը պահպանվել է, եթե չեմ սխալվում, դեռևս հստակ այսպես տեղեկություն չի, բայց ասել են, որ գյուղապետն է ասել։ Դե անկախ կոնկրետ հասցեից տանից, հանկարծ ի հայտ կգան մանկության ընկերներ, կեղծ պապիկներ, երանելի Աբաջյանի, այսինքն եթե կեղծ պապիկ կարողանում են գտնել, կեղծ մանկության ընկերներ, կեղծ ուսանողական ընկերներ էլ կգտնեն, ողջագուրումներ, կերուխում եւ այլ, ու խոստումներ, որ այդ փոխայցելությունները ավելի հաճախակի կդառնան։ Մի խոսքով, սա այդ մեծ ճակերտավոր վերադարձի նախահիմքերի մեջ է, ադրբեջանական այդ վերադարձի։ Այսինքն դու կարծում եք, որ քարոզչական բնույթ ունի այս ամեն ինչը եւ նախապատրաստական նաեւ հասարակության հույզերի հետ խաղալու, այսպես Այո, համակեցության նպատակ եւ եթե կարողացան որակով այդ պիղծ ու կեղծ շոուն ներկայացնել, զանգվածներ պիտի ասի, տեսակ, ինչ վատ է որ ողջագուրվեցինք, ջան ու ղուրբան արեցինք, քիր վայացանք, ել չեմ ասում ինքը մինչև այս ամեն ինչը արդեն ունի իր քիրվան, սահման էին չափում միասին գծում, չգիտեմ ինչ անում, այդպես էլ 10 կիլոմետրից այն կողմ չանցավ, չէ։ Դե այս հանձնաժողովը նաեւ այդ հարցերով է զբաղվում Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Հնարավոր է եւս ընթացք ստանա արդեն սահմանազատման գործընթացը այս հանդիպումից հետո։ Չեմ կարծում, որովհետեւ մեր արևելյան ցանկացած մետրը սահմանի Տավուշի այդ 12 կիլոմետրը դեռ թողնենք։ Այդպես հեշտ Ադրբեջանը չի գծի եւ վավերացնի։ Ամեն 100 մետրը նա պատկերացնում է հարյուրավոր մետրեր կամ կիլոմետրեր դեպի Հայաստանի խորքը, այնպես որ դեռ վաղ է այդ սահմանազատման, սահմանագծման հետագա ընթացքը ուրվագծելը։ Բայց ինչու են եկել այս դեպքում։ Ասացի, իբր թե գործարար կապեր, քանի որ այդ անձնակազմը, որը ինքը գլխավորում է, հիմնականում գործարարներ են եւ այստեղից էլ հանդիպման մասնակիցները գործարարներ են, իբր քննարկելու տնտեսական առնչությունների, փոխհարաբերությունների հնարավորությունները, սա պաշտոնական մասով։ Եվ այստեղ, ասենք, վերլուծաբաններից պահանջվում է խորաթափանցություն խորքը տեսնելու, հիմնական նպատակը տեսնելու։ Իդեպ մինչ Շահին Մուստաֆայևը գալիս է Հայաստան եւ ուզում է տեսնել իր ծննդավայրը, փաստորեն Արցախում մեր եկեղեցին է քանդվում եւ նաեւ տեղեկություն կա կամ այսպիսի ահազանգեր են հնչում մտահոգիչ, որ հաջորդը լինելու է մենք ենք մեր սարերը հուշակոթողը, Տատիկ Պապիկի արձանը, այստեղից որևէ արձագանք չկա, լուրեն Փաշինյանն ասում է միջազգային քննարկման առարկա չենք դարձնելու, Արսեն Թորոսյանն ասում է դե իրենց տարածքն է, իրենք էլ փաստորեն այդպես են որոշել, այդպես են անում։ Ինչ բացատրություն ունի այս ամեն ինչը։ Դե գոնե ախր մի քիչ չասեմ խիղճ, թե խիղճ չունեն
հայտարարություններ չանեն, պարզապես հրաժարվեն այդ հարցերին պատասխանելուց, ինչը նշանակում, հա, իրենց ինքնիշխան տարածքում ինչ-որ բան են անում։ Մենք գոնե հայերս ոչ միայն հարևան երկրների այսօրվա տարածքներում, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեր պատմական ներկայությունն ունենք հուշարձանների տեսքով։ Հիմա ինչ Իրանը, Վրաստանը, Եգիպտոսը, Հունաստանը եւ այլ դնեն հայկական ամեն ինչ քանդեն, ջարդուփշուր անեն եւ մենք էլ ասենք, իրենց տարածքը, հա, իրենց ինքնիշխան տարածքն է, սա ինչ պատասխան է, այն էլ տեսեք ինչ դիրք զբաղեցնողի կողմից։ Իհարկե, քարուքանդ կանեն, ամեն ինչ կավերեն եւ դրանով մենք չենք ազատվելու, զուգահեռ պահանջ են, չէ՞ ներկայացնում, դա էլ լսեցինք։ Իբր 500 մզկիթ է եղել, պահանջում են Հայաստանի տարածքում վերականգնել դրանք։ Բավական չէ, մենք ամեն օր այդ աղետալի լուրերը պիտի լսենք, կադրերը իրենց կողմից շրջանառվող հոյակերտ հուշարձաններ, միջնադարյան, վաղնջական շրջանի հուշարձաններ, կլինի Մատուռ, եկեղեցի, կամուրջ եւ այլ, ու հանկարծ այսօրվա լուսանկար, որ դատարկ տարածք կան, որպեսզի ավելի ցավեցնեն մեզ այդ ընթացիկ ավերման քանդման տեսարանները եւ հոգեկան ինչպիսի ջլատման մեջ պիտի ընկնի գիտակից հայ մարդը, որ այստեղի ասած հայտարարությունները պետք է մենք գոնե մի կերպ, չգիտեմ, մեր նյարդերը խնայելով համարենք, որ դե բնական է։ Թուրքն է, ազերին է եւ իր ներկայացուցիչը, նրա հայտարարությունը պետք է այստեղ համապատասխան հիմնավորում ստանա։ Այստեղ ինձ ավելի շատ ցավեցնում է այդ միջազգային հանրություն կոչվածը, այդ ՅՈՒՆԵՍԿՕ կոչվածը վերջապես, որ ստեղծվել է երկար տասնամյակներ եւ իր պարտավորությունն է։ Բայց եթե Հայաստանի իշխանությունը չի դիմում, այս դեպքում իրենք ինչ պետք է անեն։ Իրենք արդեն եթե 18-19 թվականներին մի տեսակ շվարել էին, որ նմանատիպ բաներ էր տեղի ունենում, առավել եւս 20 թվականի 44 օրի աղետից հետո որ սկսեցին քարուքանդ անել, որ էս ինչ է Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, լավ ենթադրենք իմանալով հանդերձ, որ տանուլ ես տալիս հայրենիքը, դու չես տարհանում թանգարանային արժեքները, դա կարող են ինչ-որ կերպ վերագրել անփորձությանը, անփութությանը, բայց արդեն 8-9 տարի անցավ, ավերում են հիմնահատակ մեր ներկայությունը Արցախում։ Այդ միջազգային հանրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կլինի ցեղասպանության առումով Լեմկինի ինստիտուտը եւ այլ, նրանք չպիտի նստեն ասեն Հայաստանի դիրքորոշումը էս է, մենք ինչ պիտի անենք։ Լեմկինի ինստիտուտը միշտ դիրքորոշում հայտնում է բավականին խիստ։ Իրենք շատ լավ արդեն գիտեն, վաղուց տարիներ առաջ ֆիքսել են, նաեւ իրենց մեջ զգացել են, գլխի են ընկել, թե ինչպիսի իշխանություն է սա, ինչ նպատակներով բերված։ Եվ միամտություն կլինի, դա կլինի պիղատոսություն ձեռքերդ լվաց, եթե Հայաստանը չի պահանջում, չի բողոքում, մենք ինչ անենք։ Դուք պիտի անեք, որովհետև դուք այդ նպատակով եք ստեղծվել։ Ձեր կանոնադրությունը մշակվել է, փոփոխությունների է բազմիցս ենթարկվել, հաստատվել է հենց այդ նպատակով, որովհետև այդ հուշարձանները, կոթողները, դրանք մարդկության ժառանգությունն են։ Համամարտկային մշակութային ավերում քանդում հոգեբանական այսպես ցավ պատճառելու համար, թե իսկապես հետքը ամբողջապես հայկական վերացնելու համար։ Չէ, հետքը այդպես չեն վերացնում։ Հետք վերացնելը թուրքերը դեռ 100 տարի առաջ սովորեցրել են իրենց այս լամուկներին, ազերիներին։ Ծածուկ է անում գավառներում Թուրքիայի, գավառները դա արևմտյան Հայաստանն է, որտեղ է հիմնական մեր մշակութային ժառանգությունը։ Այդ ամենը երբ որ քանդում էին, ոչ միայն օտարերկրացիների մուտքն էր արգելված այդ տարածքներ, նաև տեղացիների։ Հիշում եք, չէ, Վիլյամ Սարոյանը ինչ դժվարությամբ հասավ Բիթլիս իր ծննդավայրը տեսնելու։ Հարկ եղավ եւ իր համաշխարհային հեղինակությունը, եւ Ամերիկայի քաղաքացի լինելը, այն էլ ինչ ոստիկանների ուղեկցությամբ եւ այլ։ Ծածուկը այդպես է,
Այստեղ ոչ մի ծածուկ բան չկա։ Նրանք շիրիմներ են բարբարոսաբար ջարդում եւ նկարում տարածում են։ Սա այդ հոգեբանական պայքարի հերթական հարյուրավոր հարվածներից մեկն է։ Բայց մի կողմից խոսում են, որ խաղաղություն է, Ալիևն էլ է վերջերս խոսում, թե առաջընթաց կա խաղաղության գործընթացում, առևտուր են անում եւ այլն, Էրդողանն է այնտեղից ողջունում, մյուս կողմից էլ այս քայլերն են անում։ Դա մեր հայկական տրամաբանությունն է, որ ինչպես խաղաղություն ես ասում եւ քանդում ես, մենք վերջապես պիտի սովորենք, ախր մեր հարևանն են, չէ՞։ Մենք ապրելու ենք եւ ցավոք մեռնելու ենք դրանց հարևանությամբ։ Մենք պիտի ուշացումով սովորենք դրանց մտածելակերպը, դրանց տրամաբանությունը։ Թուրքի տրամաբանությամբ խաղաղությունը, որպեսզի իր ողերիմ թշնամին չլինի, գոյություն չունենա եւ նրան հիշեցնող որևէ բան գոյություն չունենա։ Նույն տատիկ պապիկի հուշարձանի հետ կապված հայտարարություն հնչեց, չէ՞, որ սա պետք է սրբվի այստեղից, որպեսզի խաղաղության այդ հիմքերը ավելի ամրանան։ Որքան էլ մենք շնչահեղձ լինենք, եղբայր, այդ հուշարձանը, որ խորհրդանիշն է Արցախի, դա է խանգարում, որ խաղաղ լինես, բայց արի ու տես, որ իրենց տրամաբանությամբ հենց դա է, եթե ոչնչացնեն, Դե պատճառներ են։ Այո, այսինքն, որպեսզի խաղաղություն լինի, հայերի բացակայությունը դեռ քիչ է։ Հայություն հիշեցնող ամեն ինչը չպիտի լինի։ Դա էլ պետք է ջնջվի։ Իսկ Հայաստանի իշխանությունը ինչու է այդքան լուր դուք կարծում եք, որովհետև ինչ խնդիր պետք է առաջանար, եթե այս հարցը բարձրացվեր։ Մինչդեռ Փաշինյանը ասում է միջազգային քննարկման առարկա այս հարցը չենք դարձնելու։ Ինչ է, որ այս հարցը բարձրացնել պետք է պատերազմ լիներ, ինչու չեն խոսում այդ մասին։ Մենք անդրադարձանք Թուրքի թաթարի տրամաբանությանը խաղաղության, բայց նույն կերպ պիտի մոտենանք նաև սրանց տրամաբանությանը։ Եթե մարդը արդեն քանի տարի է ասում է բավական է դու նայես Մասիսին, բավական է Վան ու Կարին երազես, Անի ու չգիտեմ Անդոկ երազես, որտեվ դու վտանգում ես խաղաղությունը, պետականությունը։ Եթե Թուրքը չսրբի այդ ամենը, նույն տրամաբանությամբ սրանք ասում են բավական է, Արցախի հարց այլևս չկա, հերիք է Գանձասար ու Դադիվանք ասեք։ Իրենց համար պետք է մտահոգություն լիներ։ Հենա լավ է, թաթարը արդեն այդ ամենը ջնջում է, այդ մտահոգությունն էլ մեր այսօրվա իշխանավորների հետը ջնջվում է։ Բեռը գործը թեթևանում է։ Որքան էլ որ սա աբսուրդի ողբերգական անհեթեթության ժանրից է, եթե այսպես կարելի է ձևակերպել, բայց այդպես է։ Համահունչ, սինխրոն իրար։ Ամեն ինչ պետք է ապականեն, արմատախիլ անեն, թող այդ ինքնությունը, թող այդ պատմությունը, դա այլ տեղ է տանում, որպեսզի, բայց այդ պահանջները հերթով որ դու կատարում ես, ամեն զիջում, ամեն պահանջի կատարում, հետո պարզվում է բերում է 10-ից 15 նոր պահանջներ, եւ սա հավիտենական գործընթաց է։ Երբևէ ոչ մի բան չի ստորագրվելու, որովհետեւ այս պահանջն էլ կատարեցիր, հանկարծ պարզվում է, որ դրա տակ էլի խնդիր կա։ Այն համակարգչային ծրագիր կա, չէ՞, ինչ որ մի կոճակ սեղմում ես, մեկ էլ հանկարծ 10 բան է բացվում։ Սրանց ամեն պահանջի բավարարումը բերում է 10 առնվազն նոր պահանջ։ Անկամ եթե համանդրությունն էլ փոխվի, ամբողջապես հղումն էլ անկախության հռչակագրի հեռացվի, պահանջները նորից դրվելու են։ Եվ պայմանագիրը Համանդրությունը փոխես, հանկարծ կպարզվի, որ տասնյակ օրենքներում լիքը փոփոխություններ պիտի անես։ Բայց այդքան ես շուն ու շանգյալ որ հիմա ասեմ, ես թաթարին եմ նկատի ունենալու, բայց այդքան շուն ու շանգյալ որ բերելու ես, դրանց անվտանգությունը, արտոնությունները, այդ ամենը ենթադրում է իրավական դաշտ, չէ՞, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, հա, իհարկե։ Այսինքն այդ առանցքային հոդվածները փոխում ես եւ բացվում են փոխելու ենթակա մի մեծ ասպարեզ։ Երեք տեղեկացանք նաև, որ կենսաչափական անձնագրերը եւս փոխվելու է եւ պատկերներով է լինելու տարբեր, արագածն է լինելու լուսանկարում, նաև խոր վիրապի նկարն է լինելու, բայց այնպիսի կողմից է նկարված, որպեսզի արած սարը չերևա։ Սա շատ քննարկվեց այս հարցը, դուք ինչ կասեք, ինչու ինչ էր խանգարում, եթե արած սարը լիներ նկարում։
Չէ՞ որ միտումնավոր առանձին չի նկարվում այդ սարադրվում, որ ասենք թե Թուրքիան դեմ է եղել, պատկերն է խորվիրապի հետևում արած սարն է, մոնտաժվել էր փաստացի։ Տեսեք, նախ հələ դիտարկենք անհրաժեշտությունը։ Հա, արդեն մի ամբողջ օր է մարդիկ քննարկում են եւ կոնկրետ անձնագիրը, իր դիզայնով, բանով եւ ամեն էջը, որովհետեւ այն դպրոցական ժամանակներ հուշատետրեր ունեինք, չէ՞, մի երկու տող կամ մեծերից պատկերավոր միտք էինք գրում, եթե ինքներս չէինք կարողանում միտք արտահայտել կամ սեփական ինչ-որ միտք եւ նկարազարդումներ։ Եվ այդպես, բայց նպատակը, պետական անհրաժեշտությունը, արդյոք դա մեզ հիմա պետք է։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը ունի անձնագիր, ունի նաեւ Ուզում միջազգային ստանդարտներին համապատասխան լինի։ Միայն մերն է ասում է կապույտ գույն, լավ կլինի կարմիր լինի։ Դա ինչ հիմնավորում է։ Կապույտ գույնի անձնագրեր կան, ամեն գույնի էլ կան եւ կա նաեւ նույնականացման քարտ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ մինչեւ այսօր կարծես թե դրանց դիզայնը, ձևը որևէ լուրջ քննարկումների, խնդիրների տեղիք չի տվել։ Ինչու ես դու հիմա որոշել փոխել, այն էլ բանը ամեն էջը նկարազարդել։ Ես չգիտեմ, կա որևէ երկրի անձնագիր, որ ամեն էջը նկարազարդված լինի։ Նկարազարդված կան անձնագրերը։ Բայց այնուամենայնիվ հիմա տեսեք։ Նպատակը ո՞րն էր ամեն դեպքում։ Ենթադրենք, որ այսպես այդ մյուս թևի զանգվածը իր վերլուծաբաններով փառաբանում է, թե ինչ հրաշալի բան արեց, այսպեսի մի բան պատկերացնենք։ Վաղը ենթադրենք Աստված չանի, սրանք վերարտադրվեցին եւ դա մտավ մեր կենցաղ։ Եվ սկսեցին թափառախմբերը, հայ մարդն էլ սիրում է ճամփորդել, որը կարիքից, որը ավելորդ գումարից, հանգստի բանի։ Անցար մտար ենթադրենք Թուրքիա։ Մաքսավորը իր կիսալուսինը այնպես է շրխկացնելու Հայկ Նահապետի ճակատին, այսպես ասեմ, որ պատկերավոր հնչի, խոր վիրապի պարիսպին կամ Էրեբունու ամրոցին կամ Գառնիի տաճարին եւ այդպես բազմիցս, քանի որ այդ դրոշմակնիկները, վիզաները իրենց երկրների սիմվոլներով են, չէ՞։ Այսինքն, լավ, հիմա ասես նայում ես Հայկ Նահապետն է, էլի խրոխտ կերպարով, նետ ու աղեղով ու թուրքական կիսալուսիններով թաղելու ես դու այդ նկարները։ Ինչի ես այդպես անում։ Որ ինչ լինի, անհեթեթ է սա։ Սա իսկապես անհեթեթ է, կամ էլ չեմ ասում այդ ավելորդ գումար էր հայտնվել բյուջեում, թե նոր գրանտներ եք ստացել։ Ո՞րն է սրա նպատակը։ Բացարձակ ես նպատակ չեմ տեսնում։ Նաև ասում են վիզաների ազատականացման հետ կապված գործընթացներից առաջ արվող քայլ է։ Ամեն դեպքում այստեղ խնդիրն այն էր, որ Արարատի սարը այնպես է նկարվել, որ չերևա հետևում նաև այս։ Չէ, դա արդեն այդ ինչ խնդիր է։ Եթե միայն խորվիրապը լիներ, կասեինք, հա, Էլիսևեռել է, մոնտաժել է կամ չի մոնտաժել։ Նայել է արևմուտքից, այսինքն Արևմուտքը դա մեր արևմտյան Հայաստանն է, իսկ արևմտյան Հայաստանից արևելյան Հայաստան արդեն 100 տարի է նայում է միայն թուրքը եւ քուրդը։ Դա Թուրքի հայացքն է դեպի Հայաստան, բայց միայն դա չէ։ Այստեղ կամայականություն կա։ Մենք տասնյակ ու հարյուրավոր համարժեք հուշարձաններ, սրբավայրեր ունենք խորը ավանդույթներով։ Ինչու ես հատկապես դրանք ընտրել։ Եվ մեկ այլ նպատակ էլ ես նկատեցի։ Սա առիթ էր իր համար, տեսակ, կարծեմ մի ժամի չափ իր նախարարուհուն բերել էր դեմը նստացրել եւ այլ կերպարանք էր առել պարոնը։ Ցույց տալու համար, որ ինքը բոլոր ոլորտներում ոչ միայն կա, այլև առաջինն է։ Երեք օրինակ ինքը չափչփում էր մեր հանրապետության աշխարհագրական լայնություններն ու երկարությունները որպես խորոված ուտող, ըստ տեղը տեղին խորոված ուտող։ Առաջի օրը նա առաջինն էր թմբկահարների մեջ։ Դրանից առաջ պերաշկի ու կուկուռուզ ու կարտոլ ուտելուց նա միշտ առաջինն է։ Այսօր հանկարծ ավելի շուտ 3 որոշել էր ներկայանալ որպես փորձառու, գիտակ, հնագետ եւ պատմաբան։ Էջ առաջ թերթում էին եւ ինքը այդպես լուրջ, մտախոհ, մտածված
ներկայացնում էր հուշարձանների Ամեն ոլորտից անցյալը, տեղյակ է, գիտի։ խորհուրդը Եվ ոչ մի մասնագետի կարիք չունի։ Այո, ու ինչ լրջությամբ եւ զանգվածն էլ ով գիտի հետեւելով մեկնաբանություններին, ինչ ցնծություն, որ մեր հզորը ոչ միայն մեզպես պերաշկի է ուտում, այլև 1000 պատմաբանի ու հնագետի ծալեց, չգիտեմ ինչ արեց։ Սա նպատակ չէ, իհարկե, սա հենց գերագույն նպատակն է, դիմաց ընտրությունները։ Մենք ունեցանք առաջնակարգ հնագետի ու պատմաբանի մի կերպարանք։ Այսինքն իրեն ներկայացնելու միջոց է Փաշինյանի համար։ Ինչ խոսք։ Եվ քանի որ առաջիկայում նաև ընտրություններ են, դուք ինչ եք կարծում, ինչ պատկեր կարող է լինել, նայելով իրավիճակին, արդյոք իշխանափոխություն հնարավոր է թե ոչ։ Այսպես ասեմ, քանի որ այս 8-9 տարվա ամեն օրն ու ամեն ժամն եմ ես բաց նյարդերով նայել, հավատացեք, մենք ոչինչ չարեցինք, որպեսզի երրորդ շանսին հնարավորության արժանանանք։ Ոչ մի բան չարեցինք։ Ավելին, մեր միտումնավոր կամ ձախավեր գործունեությամբ սրանց ջաղացին անընդհատ ջուր լցրեցինք։ Սրանով հանդերձ նախախնամությունը մեզ երրորդ հնարավորություն է տվել։ Վերջին հնարավորությունն է տվել, շանս է տվել մեր այս բզկտված երկիրը, հայկականությունը պահպանելու։ Ես չեմ թվարկի այդ ընդդիմադիր ներկայացողներին։ Ինձ այդքան արդեն իրենք հետաքրքիր չեն։ Իմ ամբողջ հույսը, նպատակը սրանցից ազատվելն է։ Հավատացեք, այս վերջին 4-5 տարին ես գիտեք երբեմն ինչ եմ մտածում։ Մենք ոչ թե այսօր կամ 3 տարի առաջ, 5 տարի առաջ պիտի պահանջեինք սրանց հրաժարականը։ Մենք արդեն վաղուց պիտի պահանջեինք հաջորդ իշխանության հրաժարականը։ Սրանք սպառել են ոչ միայն իրենց ժամկետը, այլև մի 3-4 իշխանության հաջորդող ժամկետներ սպառել են։ Այդ աստիճան, ես որ ասում եմ մենք ոչինչ չարեցինք, որպեսզի արժանանանք երրորդ շանսին։ Հիմա անդիմություն անում է ինչ որ բան, որ իսկապես իշխանափոխություն լինի։ Բացի այն, որ ընտրությունների են մասնակցում։ Մենք դատում ենք այդ արտաքին դրսևորումներով։ Էլի միամիտ հույս ունենք, որ այդ ընդդիմադիր ներկայացնողները նույն նպատակն ունեն։ Բայց չգիտեմ, արդյոք նրանց նպատակը նույնն է, թե ավելի շատ տեղեր զբաղեցնելը պարլամենտում։ Ես չեմ կարող ասել, բայց դա էլ էական չի։ Առաջինը պետք է ազատվենք սրանցից, որովհետև արդեն վաղուց գիտակցում ենք սրանք ով են։ Ով որ կգա, չգիտեմ, ազգային ժողովում մեծամասնություն կկազմի, վարչապետ կունենա եւ կառավարություն կձևավորի։ Մի քանի ամիս հետո մենք պետք է սկսենք դրանց հրաժարականը պահանջել, որովհետև մեր ակնկալիքները այս քարուքանդ եղած երկիրը վերականգնելու այնքան անհագուրդ ու մեծ են, որ որևէ կառավարություն միանգամից չի կարողանալու, շվարելու է հանկարծ տեսնի, այս ինչ են թողել իրենց։ Այսինքն մենք դեռ շատ երկար պիտի պահանջենք սրա նրա հրաժարականները, բայց Աստված տա Հայաստան լինի, հայկական պետություն լինի, հայկական պետականություն լինի, որպեսզի մենք կարողանանք անդադ հրաժարական պահանջել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն գրականագետ Կարո Վարդանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։